Չէ, դες խոսում եմ ես խոսում եմ որ լսել որ բոլորի համար լսելի եթե ինքը խոսեր Բայց պարոն գնդապետի հետ խոսել եք գազի փողոց եք փակում խոսելուց հետո ենք փակում մենք բացառապես կոռեկտ ենք ինչե՞ որ Սանջուն եք նորմալ օրինական ոչ մի կողքից ոչ մի խոսակցություն չկա Հիմա դուք շատ լավ գիտեք որ ապօրինի գործողություններ եք ոչ մեր հրահարեք այսպես կանգնեք որ լրագրողները ուշադրեն Ես ձեր հետ եմ խոսում լրագրողների հետ չեմ խոսում Ես խոսում եմ լրագրողների հետ շատ լավ գիտեք որ դրթում եք հարգելի լրագրողներ ճանապարհով հավաքի հարգելի լրագրողներ իրացնեն մենք ձեզ լսեցինք մի դրթեք հավաքի իրավունքը ապօրինի մենք ձեզ լսեցինք իրավունք ունենք որ ասենք մի խոչընդոտեք այլոց իրավունքներին լավ Եթե դու մի բառ խոսած ես դուս պետք Հարգելի լրագրողներ ուշադրություն եմ դարձնում ձեր իմ հիմիկվա ասած պահանջը եւ հորդորը նույն մարդկանցով նույն համայնքի բնակիչներով մենք հավաքվել ենք եւ փակել ենք նույն փողոցը եւ իշխանություններին բերել ենք իշխանության ես ինքս քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետն եմ եղել արտահերթ ընտրությունների ժամանակ ես իմ ժողովրդին խնդրել եմ եկել եմ այս փողոցը փակել եմ եւ բացարձակ օրինական ճանապարհով բերել եմ իշխանության իմ պետության ղեկավարներին հիմա նույն օրենքով նույն պահանջով խնդրում ենք իշխանավորներին հենց հիմա ոստիկաններին հայտարարել որ մեր գործողությունները բացարձակ օրինական է եւ անզեն խնդրում ենք ոստիկաններին սադրանքի չտանել ժողովրդին մենք իշխանության ենք բերել իշխանությանը նույն ձև ինչ որ ձև հիմա մենք անում ենք որևէ օրենքի խախտում մենք թույլ չենք տալու շնորհակալություն ձեզ եթե հարցեր ունեք պարոն Ազիզյան Հագեցիք Պահանջը ներկայացրեցիք շատ լավ Խնդրում եմ որպեսզի ժողովրդի հետ ավելով բախումներ չլինի ավելով խնդիրներ չլինի հորդորում եք նորից ճանապարհը բացում են դուրս են գալի մենք ամեն կերպ այս ընթացքում աջակցել ենք ձեզ որևէ կերպ բայել ենք կարգը որևէ միջադեպ չի եղել որևէ մեկը չի վերման ենթարկվել բան խնդրում եմ նորմալ նույն քաղաքացի հասարակություն պետություն հարաբերությունների շրջանակում հորդոր արեք բացեն ճանապարհը էլի պահանջը շարունակեք ձեր ներկայացրեք արդեն վсё հագեցիք լավ արեցիք Հարգելի լրագրողներ ձեր ուշադրությանը մենք չենք ուզում որևէ կերպ օրինական իրականում ապրեն մենք որևէ կերպ չենք ուզում որևէ քաղաքացի պարոն Ազիզյանը ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ է եւ այս պահին փորձում է ժողովրդի օրինական պահանջը փոխակերպել շատ չէ մենք մեր ակցիան այս պահին որ կազմակերպել ենք, ես ուզում եմ, այս պահին ինձ ասացին, ես հասկացա, որ ուղիղ եթեր է գնում, ես ձեզանից շատ չէ, ընդամենը 30 րոպե եմ խնդրում, որ կառավարության հենց այս կարծում եմ այս պահին նիստ է գնում, այդ նիստի ժամանակ կներկայացնեն այս խնդիրը ու վերջնականապես այս խնդրին լուծում կտան, ախր sense բան չի կարելի, այսօր լուսավոր կյանքում մենք լուսավորության մեջ նորից պետք է կռացած գնանք, տեղաշարժվենք, խնդրեմ ես հենց հիմա լրագրողների ներկայությամբ, պարոնայք ոստիկաններ ձեր ներկայությամբ, խնդրեմ ձեր աջակցությամբ, ինձ տեղավորեք գազեր, ես ուզում եմ գնամ աշխատանքի, որը ես չեմ կարող գնալ, բայց առանց ոչինչ մեկի միջամտությամբ կանգնեցնենք ավտոբուսը, թեկը հարթակ իջացնի, ես տեղաշարժվեմ, ես այդ խնդիրն եմ ուզում լուծվի, այս ժողովուրդը մեղք են, մենք էլ ենք մեղք, մենք պայքարել ենք ամեն ինչի համար։ Հարգարժան, եթե չեմ սխալվում, այդ ընդհանուր համաձայնության շրջանում ես ընդամենը խնդրում եմ ոստիկանությանը միջոց կա, որը որ հենց նախատեսված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ երկու տրանսպորտային միջոց կա այս բանի մեջ, երթուղի մեջ։ Այո, դա ինձ հարմարությունը չի ես։ Հիմա ես խնդիրը նրանում է, որ ես ի վիճակի չեմ 3 տեղ վճարելու։ Դուք մի հարց եք առաջ քաշում, հիմա երկրորդն է։ Մեզ ձեր պահանջը հասկանալի է, բայց պահանջի ներկայացման օրինական ձև ենք առաջարկում մենք։ Չէ՞։ Մենք բոլորս սաղմած մարդիկ ենք և աշխատանքներ ունենք։ Մեր պահանջը խնդրում ենք, առավելագույնը լսելի դարձրեք։
Բայց բանը չենք ուզում որևէ արձագանքեք եւ պատասխանեք։ Բայց գործողության դիմել եք Դե հասկանում եմ, 3 անգամ ես միջա 3 անգամ ես ամեն ինչը եղել է։ Կառավարության ներկայացուցիչները եկել են, խոսել եք, քննարկել եք։ Մենք ամասեցած ձեզ ներկայացվել է, հարցը միասնական լուծում է պահանջում։ Չի կարա, այս մի հարցը ստեղ մի ձև լուծվի, մյուս ձև ուրիշ ձև։ Հիմա ընդառաջել է ինչ-որ գնացել է գնացել են ուժի զորով մարդկանց պարտադրելու են, ուժի զորով։ ուժի զորով։ Ես տեսնում եմ, այստեղ հավաքված մեր հարգարժան ոստիկաններին, որս մարդկանց վրա ուժի զորով օրենք կիրառեն, մենք էլ մեր օրենքներն ենք պաշտպանում։ Մենք խայլ ենք անում ինչ-որ որևէ մեկը մեր կողմից ուժի դիմել է։ Ես տեսնում եմ, այս մարդկանց արգելի ոստիկաններին, մենք 100 մարդենք 200 ոստիկաններ։ Երբ որ կարգը կխախտվի, հասարակական կարգը, էլ արդեն Այո, մենք որ հանգարց մեկի վրա ձեռքը բարձրացնենք, ցանկը բարձրացնենք, կամ չգիտեմ անօրինական ինչ-որ գործողություն օրինականությունը համոզման մեթոդով չենք կարող վերականգնենք։ Մենք արդեն կդիմենք հարկադրանքի մեթոդին, իսկ մենք չենք ուզում։ Մենք քաղաքացիական ուղղակի ակցիա ենք անում սոցիալական խնդիրը լուծելու համար։ Եթե Հայաստանի Հանրապետությունում սոցիալական խնդիրը ուժի օրենքով որևէ մեկը չի ժամանակ են տվել, այդ հարցը չեն լուծել։ Հարցը հարգեցին մեզ, նորից ենք ասում, մեզ չհարգեցին։ բայց ժողովրդի հետ ոչ բանաձայն Հարցը չեն